Հայաստանի Հանրապետության բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Պաշտոնական Երևանն արդեն վարչապետի աշխատակազմի մակարդակով է պատասխանում ադրբեջանական ստերին, որ 3 օր է անընդմեջ տարածում են, թե հայկական կողմը կրակ է բացել սահմանին։ Տարածած հաղորդագրության մեջ ոչ միայն հերքում կա, այլ նաև վերահաստատում, թե ուժի մեջ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին հայկական առաջարկը։ Բայց քաղաքագետը հերքման մասին այս հայտարարության մեկ այլ հատվածի վրա է ուշադրություն հրավիրում, որտեղ Երևանը Բաքվին հիշեցնում է, թե պատրաստ ենք ճանապարհ տալ։ Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ եւ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստանի հարավային հատված հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Քաղաքագետն ասում է, եթե հայկական կողմը էսկալացիայի նախապատրաստման վտանգ չտեսներ, ապա կբավարարվեր միայն պաշտպանության նախարարության հերքումներով, բայց այս դեպքում ունենք ոչ միայն հերքում վարչապետի աշխատակազմից, այլ նաև, այսպես ասենք, ակնարկ, թե ինչով կարող է պայմանավորված լինել ադրբեջանական սադրանքը։ Այսինքն ադրբեջանցիները հիշեցնում են, որ կարող են նաև ռազմական ճանապարհով բացել, դրա համար վարչապետի գրասենյակը հիշեցնում է, որ դրա կարիքը չկա, մենք պատրաստ ենք առանցել բացել փոխիները։ Սկզբունքային տարբերություն կա խաղաղության հայկական ու ադրբեջանական պատկերացումների միջև, ասում է քաղաքագետը։ Եթե Հայաստանի իշխանությունը այն հռչակել է հիմնական նպատակ, ապա Ադրբեջանը դա համարում է միջոց նպատակներին հասնելու համար։ Ի դեպ, ըստ փորձագետի, այդ միջոցը կարող է եւ խաղաղության փաստաթուղթը լինել, եւ օրինակ պատերազմը, միայն թե իրագործվեն նպատակները։ Հեռու չէ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարից։ Ասում եմ, այսպեսին չպիտի լինի մեր դիրքորոշումը, առավել եւս որ որևէ հույս այս պահին չկա, որ անգամ բոլոր զիջումները կատարելուց հետո մենք ի վերջո կհասնենք խաղաղության։ Ադրբեջանը կստորագրի ամեն ինչը միայն այն դեպքում, եթե տեսնի, որ արդեն որևէ լրացուցիչ բան փոխել չի կարող։ Եթե որևէ թուղթ են ստորագրում կողմերը, ապա պետք է լինի առանց նախապայմանների, հատկապես այն դեպքում, երբ փաստաթուղթն էլ իր բովանդակությամբ ըստ քաղաքագետի առանձնապես մեր շահերից չի բխում։ Հակառակ դեպքում կրակելու մասին անընդմեջ ստերին ու առաջ քաշվող նախապայմաններին զուգահեռ փուլ են գալիս խաղաղություն կնքելու մասին բոլոր միֆերը։ Ոչ թե գրիչ, այլ զենք է պատրաստվում գործի դնել 21-րդ դարի հանրահայտ բռնապետը։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։